ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է մեծ եղեռն։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի իշատակին, ովքեր աքսորվեցին եւ դաժանաբար սպանվեցին մեծ եղեռնի ժամանակ։ Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն։ Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները եւ կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ եւ խաղաղությամբ։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ասված է Թրամփի ուղերձում։ ԱՄՆ նախագահը նաեւ խոսել է Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած խաղաղության խորհրդից։ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը ուղղված առավել անվտանգ եւ բարգավաճ աշխարհի կառուցմանը։ Ին վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով եւ խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում։ Եվ այժմ ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են խաղաղության պատմական խորհրդում, միավորված մեր նպատակի շուրջ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար։